Սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղու հետ կապված ինչ կարող եք ասել եւ արդյոք մենք ազգովի գնահատեցինք նրա արածը եւ ինչպես պահեցինք նրա ազատագրածը։ Գնահատականը որ ձևավորվեց իրեն աջակցություն ունեցավ պետության անկախության իրագործման համար ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որ այդ անիծված օրը հայ պետականության, հայ մարդու, մեր երկրի համար շատ դաժան ու ցավալին գիտեք որն է, հայի ձեռքով մեր պատմության անիվի ուղղությունը պատտվող լրիվ փոխվեց։ Եթե այսօր Վազգեն Սարգսյանը լիներ, ինչ կունենայինք եւ կկորցնեինք արդյոք Արցախը։ Գիտեք ինչ, Արցախը կորցնելու համար ազգովին բոլորս ենք մեղավոր։ Բայց որ չէին կորցնի, ինձ թվում է, որ չէին կորցնի Վազգենի կենթանի լինելու պարագայում։ Սա։ Դուք եք այս իշխանության մաս եղել, ձեր որդին է այս իշխանության մաս, հիմա իրենց վարած քաղաքականության հետ դուք հաշտ եք, օրինակ Վազգենը հաշտ կլիներ։ Գիտեք ինչ կա, բաներ կա, որ հաշտ եմ։ Կան նաև նենց բաներ, որ մի քիչ անհաշտ եմ, բայց ընդհանուրը ճիշտը գիտեք որն է, մեր երկրին այսօր կռիվ պետք չի, ես այդ կարծիքին եմ։ Ոնց է ստացվում, եթե Վազգենը լիներ Արցախը կմնար, որտեղ ժամանակին գիտեք Վազգեն Սարգսյանը ասում էր, որ պետք է անպայման պահել Արցախը եւ խոսում էր մահապարտների մասին։ Հարցը գիտեք որն է, 99-ի հոկտեմբերի 27 շարունակական մինչև 20 թվերը 18 թիվը նոր իշխանության ձևավորումը այդ արանքը բաց մնաց մեր պետականության հաստատման համար, մեր մարդու կայացման համար, մեր երիտասարդի կայացման բաց մնաց, մենք այդ 18 տարին կորցրել ենք։ Իսկ հիմա ոնց ուզում ես արա, ինչ ուզում ես արա, դու կզենք եւ ինչ ուզում է տանք, այլևս ինչ ուզում է տանք։ Այդտեղ չի։ Այդ ձևի չի։ Դու գիտեք, որ ես երասխում եմ, 88 թվից ընդեղ եմ ելել մինչև այսօր։ Ինչ ենք տվել, այդտեղ չի։ Ձևը այդ ձևի չի։ Մենք պետք է գնանք խաղաղության, որովհետև ես շատ բան տեսնում եմ, ես հիմա չեմ կարող արտահայտել։ Հավատում եք այդ օրակարգին, հավատում եք, շատերը ասում են սին է, կեղծ է։ Չէ, ես հավատում եմ այդ օրակարգին, բայց գիտեք ինչ, օրակարգը տանելու է խաղաղության։ Բաներ կա, որ պետք է, այսօր պետք է։ Սահմանազատման գործընթացը ճիշտ է էլի շարունակվելու է Տավուշում, արդեն իսկ խոսում են այդ մասին հստակ, փոխվարչապետն էլ է խոսել, բայց վտանգներ կան նաև նույն Տիգրանաշենի հետ կապված։ Ես լավ գիտեմ, որ դուք այնտեղ նաև տուն ունեք։ Այստեղ խնդիրը գիտեք ինչ է, ուրեմն խաղաղության ամենամեծ պարագան սահմանների ճշտումն է։ Եվ սահմանազատումը, այդ որ սահմանագծումն է,
Խաղաղության ամենակարևոր գրավականն է դա։ Երբ որ մենք արեցինք բրցանք, այն ժամանակ մեր ժողովուրդը բոլորս կարող ենք հանգիստ շունչ քաշել։ Պատկերացրեք Տիգրանաշենն էլ, այսինքն էլ Երևան հասնելը արդեն այնպես չի, որ տալի Արցվաշենի մասին էլի։ Պրոստո հետաքրքիր։ Ինչ ենք անելու Արցվաշենը, այսինքն արդեն կղզիացած վիճակում գտնվող Արցվաշենը ո՞նց ենք օգտագործելու։ Ինձ ասեք, ես Տիգրանաշենը իրանք ո՞նց են օգտագործելու։ Ինչի բանը էլի չի կարելի։ Բայց Փաշինյանը երաշխիքները կտա, երաշխիքները օգտագործում Ուրեմն իրանք Արցվաշենի երաշխիքները կտան, այտենց է լինելու։ Ժամանակ ասում են եկեք Կիրանցում սահմանազատում անենք Բերքաբերից, մեր հատվածը, որ իրենց վերահսկողության տակ է, իրենք կտան, տվեցին։ Չէ, սենց չի։ Սահմանագծումը ինչ մեր հողերից իրանց մոտ է, էդի հետ են տալու։ Ինչ մեր մոտ է իրանց տարածքից, մենք պարտավոր ենք հետ տալու, իրանք էլ պարտավոր են մերը տալու, այտենց է լինելու։ Դուք իզուր մի խառնվեք։ Ոչ մեկն էլ թող չմտածեն այդ ուղղությամբ, որ հանգարց մերից կմնա, իրանցից չի մնա, այտենց չի։ Այնպես որ հենց վերջացավ սահմանը, այն վաղտ մենք չնայած հիմա էլ իմ կարծիքով մենք կարանք շունչ քաշենք, երբ պատրաստ ենք մեր հետագա պետության ամրացման, մեր բարեկեցության բարձրացման պահով։ Այդ կլինի, որ Վազգենի ամբողջ իր մտածածը Վազգեն Սարգսյանին մի խառնեք։ Չէ, Վազգենի ամբողջ մտածածը հզոր երկիր ունենալն։ Մենք քայլ առ քայլ պիտի գնանք դրան։ Չէ, ես հույսով եմ։ Եվ նաև ասացիք, որ հարցեր կան, որ հաստ չեք այս իշխանությունների հետ, չնայած դուք ժամանակին մաս եք կազմել, ձեր որդին էլ մինչև հիմա մաս է կազմում։ Ինչի հետ հաստ չեք։ Չէ, գիտեք ինչ, դրանք դա որ ես ահագին փորձ ունեմ։ Կարող է իմ տեսությունը նման հարցերի լուծման իր ձևն ունի։ Այսօր իր ձևը։ Ուրեմն հասկանամ հայրենիքի սահմանների հետ կապված է այդ անհաշտությունը։ Այդպես բան չկա, տնտեսության կառավարման բան այդ հարցերում է։ Սահմանների այդպես բան չկա։ Ես սահմանին եմ, ես գիտեմ ինչա։ Ամեն օր էլ ես այդ տեսնում եմ, որ մենք օր առաջ ենք գնում։ Չէ, հաստատ է տենց է։